Հունիսի 15, 1915 թվական Ստամբուլի Բայազեդ հրապարակում 20 կախաղան սպասում էին հնչակյան սոցիալիստական կուսակցության գործիչներին։ 2 տարի Օսմանյան կայսրության զնդաններում խոշտանգվելուց հետո Օսմանական կառավարությունը նրանց մահապատժի է ենթարկել։ Դուք նրանց նկարները երևի տեսել եք, առանց իմանալու թե ովքեր էին։ Այդ 20-ից մեկն էր Մաթեոս Սարգսյանը, Փարամազը, գաղափարական մարքսիստ, արմիությունների, այսինքն աշխատավորների միությունների կազմակերպիչ, հայ, թուրք և քուրդ ժողովուրդների բարեկամության գաղափարի եռանդուն պաշտպան։ Նույնիսկ կյանքի վերջին վայրկյաններին այս 20 մարքսիստները դեռ երազում էին սոցիալիստական Հայաստանի, սոցիալիստական Կովկասի և սոցիալիստական աշխարհի մասին։ Օղակը վզին, Փարամազը կախաղանից գոռացել է. Դուք մեր մարմինները միայն կրնակ կախել, բայց մեր գաղափարը սոցիալիզմը ոչ։ Վաղը արևելքի հորիզոնին վրա հայությունը պիտի ողջունե սոցիալիստական Հայաստանը։ Հոն ուր գախաղաններն են ճոճվում, ազատությունն է մանկալիս։ Հոն ուր մերելներն են ննչում, հարությունն է մոդալուտ։ Իսկ Օսմանյան կայսրությունից դուրս կոմունիստները առաջինն են եղել քննադատելու հայոց ցեղասպանությունը։ Գերմանիայի կոմունիստական կուսակցության հիմնադիր Ռոզա Լյուքսեմբուրգը, ով ամենախիստ հակառակորդն էր ազգային ազատագրական պայքարների, արդեն 1896 թվականին, երբ դեռ սոցիալ-դեմոկրատ էր, գրել է. հայերը ցանկանում են ազատվել թուրքական իշխանության լծից, և սոցիալ-դեմոկրատիան պետք է հայտարարի իր անվերապահ աջակցությունը նրանց դատին։ Կուսակցության մյուս հիմնադիր Կարլ Լիբնեխտը 1916-ին գերմանական պարլամենտում բարձրաձայնել է Մեծ Եղեռնի հարցը, նշելով, որ արդեն 100,000-ավոր հայեր բնաջնջվել էին Գերմանիայի դաշնակից երկիր Թուրքիայում, և որ Օսմանական կառավարությունը հայերի ոչնչացումն է ցանկանում, մեղադրելով հենց Գերմանիայի կանցլերին Օսմանական կայսրությունը աջակցելու մեջ։ Մյուս պատգամավորները, աջականները ծաղրել են Լիբնեխտին դրա համար և սկսել են հռհռալ։ Իսկ այսօր ինչպես է վիճակը։ Գիտեք արդյոք, որ թուրք կոմունիստներն ու սոցիալիստները պայքարում են հայոց ցեղասպանության ընդունման համար։ Դրանցից օրինակ է մեր համար ծառայում անցյալում HDP, այժմ դեմ կուսակցությունը, որը որ ջանք չի խնայում, որպեսզի հայոց ցեղասպանությունը ընդունվի։ Խնդիր կա մեծ։ Դա այն է, որ Թուրքիայում հայոց ցեղասպանություն բառը, ֆրազան արգելված է, և դեմ կուսակցության անդամները 2021 թվականին դատապարտվել են դրա համար, որոշները նաև ձերբակալվել։ Իսկ Սիրիայում այժմ իրավիճակը հետևյալն է. թուրք կոմունիստները օգնել են հայ սոցիալիստներին և կոմունիստներին կազմել գումարտակ, որը որ ամեն օր կռվում է թուրքական ֆաշիզմի դեմ և ամեն տարի նշում հայոց ցեղասպանության տարելիցը։ Բայց ինչու եղավ հայոց ցեղասպանությունը։ Դիտարկենք այն մարքսիստական տեսանկյունից։ 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում Օսմանյան կայսրությունը իրենց ներկայացնում էր հետամնաց ֆեոդալական երկիր, որտեղ հիմնական կառավարումը ընկնում էր հայ, թուրք և քուրդ ճորտատերերի, կալվածքատերերի ձեռքում, իսկ մեծամասնությունը հայ, թուրք և քրդերի գտնում էր այդ ճորտատերերի ձեռքում։ Ի հայտ գալով 19-րդ դարի վերջերում երիտթուրքական շարժումը ըստ պատմական մատերիալիզմի պատմության առաջխաղացման ցանկանում էր վերացնել այս ճորտատիրական համակարգը և կառուցել կապիտալիստական Թուրքիա։ Այստեղ մենք պետք է նշենք, որ այժմ հայերի մեծամասնությունը երիտթուրք ասելով իրականում ի նկատի ունի իթիհադիստին։ Ինչ է իթիհադիստը։ Իթիհադիստը կամ հայերենով միություն և առաջադիմություն կուսակցությունն է, որը որ 3 ցեղասպան փաշաների կուսակցությունն էր, իսկ իթիհադիստները դա այդ կուսակցության անդամներն են։ Սակայն իթիհադիստները այդ ամբողջ երիտթուրքական շարժման ընդամենը մեկ ճյուղն էին կազմում։ Սա շատ կարևոր է, քանզի կային բյուրավոր հայեր, ովքեր որ աջակցում էին երիտթուրքերին, բայց ոչ իթիհադիստներին, և կային բյուրավոր թուրքեր, ովքեր որ երիտթուրք էին, բայց իթիհադիստ չէին, և այդ մարդիկ հակաիթիհադիստները փորձում էին կանգնեցնել հայոց ցեղասպանությունը։ Ուրեմն երիտթուրքական ընդհանուր շարժման նպատակն էր օսմանյան ֆեոդալիզմի վերացումը, սուլթանի գահազրկումը և ընդհանրապես ըստ իրենց նշանաբանի ազատություն, հավասարություն և եղբայրություն։ Այո, սա գալիս է ֆրանսիական մեծ հեղափոխությունից, ովքեր 2 դար առաջ նույնպես ցանկանում էին ֆեոդալիզմի վերացումը։ Ուրեմն երիտթուրքերը պետք է ստեղծեին թուրքական ազգ պետությունը, ինչպես որ Ֆրանսիան էր ստեղծել
Իտալիան կամ Գերմանիան 1871 թվականին։ Սակայն ի տարբերություն եվրոպական, կենտրոնական եվրոպական երկրների, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, կոլեկտիվ ազգային պետության ստեղծման համար անհրաժեշտ էր միայն երկու բան՝ կենտրոնացում, այսինքն ցենտրալիզացիա, եւ մեկ լեզվի ստեղծում, ընդունում։ Իսկ Թուրքիայի դեպքում դրանք բավական չէին, քանզի ինտեգրել, այսպես ասած թուրքացնել հայերին, հրեաներին եւ հույներին նրանք չէին կարող, քանզի այդ ազգությունները արդեն ունեին իրենց ինքնորոշումը։ Ինչու մենք չենք խոսում քրդերի մասին, քանի որ անցյալում քրդերը համարյա թուրքացված էին, բայց նայելով կես դար առաջ սկսված քրդական ազգային ազատագրական պայքարին մենք հասկանում ենք, որ այժմ Թուրքիան վերաբերվում է նրանց այնպես, ինչպես որ անցյալում հայերին, հույներին, բայց ինչու է ազգային պետություն հարկավոր կապիտալիզմի հաստատման համար։ Կա բուրժուազիա, դասակարգ, այսինքն մեծ եւ միջին գործատեր, որը հենց հանդիսանում է ֆեոդալիզմի տապալող ուժը եւ չի ցանկանում ոչ միայն ներքին քաղաքական պատերազմ գնալով դեպի կենտրոնացման, այլ նաեւ ինչպես հուշում է պատմական մատերիալիզմը, նրանք շարժվելով կապիտալիստական շահույթի ետևից պարտավոր են մրցակցության մեջ մտնել այս կամ այն գործատերի, որոշ դեպքերում այլազգի գործատերի հետ, ինչը շահույթի տեսանկյունից վատ է եւ իրենց համար վտանգավոր։ Դա միայն հիմա է, որ կապիտալիստները մրցում են օրենքով։ Անցյալում հատկապես հեղափոխական տարիներին շատ սովորական է եղել սպանությունը առգրավման միտումով։ Մոնոէթնիկ երկիր ստեղծելով բուրժուազիան քչացնում է քաղաքացիական պատերազմի հավանականությունը եւ երաշխավորում է երկրի միասնականություն արտաքին պատերազմի ժամանակ։ Արտաքին պատերազմը նրանց պետք է, որպեսի միջոցներ ստեղծի առգրավելու արտաքին շուկաները, ձեռք բերելու նոր տարածքներ, շահագործել արտադրության միջոցները եւ արտադրության այլ եղանակներ գրավել, աշխատավորների թիվը լայնացնել եւ աշխատավարձերը քչացնել։ Դժբախտաբար այս դեպքում մեզ հայերիս ոսկորների վրա է կառուցվել թուրքական կապիտալիզմը։